Սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք ոտքի կանգնենք, եթե հարմար կգցես, գանք մեր Տիրոջ առջև, մեր պրոբլեմներով, թե ուրախություններով, գանք մեր Տիրոջ առջև կանգնենք և փառք տանք նրան, թե լինի մեր պրոբլեմների համար, թե լինի մեր ուրախությունների համար, շնորհակալություն հայտնենք, ասենք Տեր դու օրհնյալ ես, Տեր դու ամենակարող ես, Տեր իմ Աստվածս, ամեն։ Hallelujah, 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 hallelujah. Amen. Եկեք միասին ասենք, օրհնեցեք Տիրոջը, ով ժողովուրդներ և բարձրացրեք նրա սուրբ անունը, փառք ու գոհությունը լինի նրան, որ տիրում է հավիտյան։ Օրհնեցեք Տիրոջը, ով ժողովուրդներ և բարձրացրեք նրա սուրբ անունը, փառք ու զորությունը լինի նրան, որ տիրում է հավիտյան։ Mən Սաղմոս կա, ուզում եմ կարդամ, Սաղմոս 47-ը, ասում է, որովհետև Աստված ամբողջ երկրի թագավորն է, իմաստության երգ սաղմոսեք, ամեն, Տերն է թագավորը, արդ մեր Տեր Հիսուսին, Տեր է թագավորը, Թագավորը զորություն է հագած, Տերը զորություն է հագած և իր մեջ կապած է, հաստատ է աթոռը սկզբին և հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է և չի սասամում, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար իմ կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է և չի սասամում,
թագավոր է, նա մեծափառություն է հագած, Տերը զորություն է հագած, և իր մեջ կապած է, հաստատ է աթորը սկզբից և հավիտյան է նա, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար իմ կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է և չի սասանում, սրա համար աշխարհը հաստատ է, սրա համար իմ կյանքը հաստատ է, սրա համար հավատքս հաստատ է և չի սասանում, և չի սասանում, և չի սասանում։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամբողջ փառք լինի նրան։ Հալելույա, օրհնյալ լինի մեր Տիրոջ սուրբ ու կատարյալ անունը։ Շնորհակալություն Աստծուն եւս մեկ հնարավորության համար, որ ունենք միասին հավաքվելու, միասին ջերմանալու, միասին Տիրոջ ներկայությունը վայելելու։ Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Մենք շատ գնահատում ենք, Տեր, որ դու կատարյալ լինելով ամեն անգամ Տեր հաճում ես լսել մեզպես անկատարների երկրպագությունը։ Տեր, շնորհակալ ենք, որ մեր քո այն լարով քաշում ես դեպի քեզ, Տեր, քաշում ես դեպի քո ներկայություն, մեզ փափագ ես տալիս և մենք մեր փափագը ուղղում ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ ամեն օր հույս ունես մեզ համար։ Շնորհակալ ենք, որ խոսքիդ մեջ ասում ես, որ մեզ համար ապագա և հույս ունես։ Շնորհակալ ենք, Տեր, որ մարդիկ մեզ կթողնեն, բայց դու երբեք չես թողնի։ Շնորհակալ ենք, Տեր, քո բոլոր գործերի համար, քո ներկայության համար, քո ծրագրերի համար, քո հավատարմության համար։ Այսօր լի սրտով եկել ենք քո առջև, որ մեծարենք քո սուրբ անունը, որ տանք քո փառքին ևս մեկ փառք, որ միանանք այն բազմություններին, որոնք անդադար երգում են, որ դու սուրբ ես։ Այսօր մենք, Տեր, այդ արտոնությունից օգտվելով, բոլորով ասում ենք, որ դու սուրբ ես։ Դու սուրբ ես, Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող Աստված, դու սուրբ ես։ Շատ թանկ է ինձ համար քեզ հետ ապրելը, նեղությունները իմ վերցնում ես ինձանից, կենդանի հավատքով հոգիս լցնում ես։ Շնորհակալ ենք, ես վայելում եմ մեղեդին երկրպագության, ձեռքեր սպասում են քեզ իմ Տեր, առանց վախի և կասկածի, կատարյալ Աստված, երկրպագում եմ քեզ, քո սուրբ սրբությամբ նորոգիր ինձ Տեր, ջերմությամբ կատարյալ ես իմ Տեր, և սահման այն չունի, շատ թանկ է ինձ համար քեզ
Քեզանից ջոկ Տեր Սեր Աստված շնորհակալ ենք որ քո դրսևորում է ամեն օր տեսնում ենք մեր կյանքում շնորհակալ ենք որ մեզ սիրում ես շնորհակալ ենք որ ցույց ես տալիս քո սերը շնորհակալ ենք Տեր բոլոր ողորմություններիդ համար բոլոր նվերներիդ համար բոլոր պարգևներիդ համար ամեն բացվող օրվա համար Սեր Աստված, դրա համար մենք քեզ թարգ ենք տալիս, դրա համար մենք երգում ենք քո անվանը փառք, հավիտյան փառք, շնորհակալ ենք քո սիրո համար, սերը մեզ կանչում է, քաշում է ճշմարտության մեր ճանապարհ դու ճշմարիտ անկյունաքար սերը մեզ կանչում է
ամբողջ սրտի փափագով Սերը քո անունը Սերը քո անունը Սիրո լցված աղբյուր ես դու Սիրո լցրու մեզ այսօր Սերը Քրիստոս Սերը քո անունը Սիրո լցված աղբյուր ես դու Սիրո լցրու ինձ այսօր Թող փառավորվի քո սուրբ անունը Թող փառավորվի քո անունը բոլոր դարերի մեջ բոլոր ազգերի մեջ բոլոր ժամանակների մեջ Տեր մենք փառք ենք տալիս քեզ մեծարված Աստված հավիտյան փառավորվես Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը Տեր քոն է հագիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը քոն է Հավատում եմ քեզ Հիսուս պատկանում եմ քեզ Հիսուս ապրում եմ քեզ համար Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի եկեղեցի, սիրտս ուրախանում է, երբ որ տեսնում եմ երիտասարդները, իրանց կյանքը Տիրոջն են նվիրում, հերիք չի, երկրպագությանը նվիրվում են։ Ու զարմանալի չի, որ Աստվածաշնչում երկրպագությանը շատ տեղ կա տրված, ես հիմա դրա մասին չեմ խոսալու, բայց շատ հաճախ Աստծո ժողովրդի պատերազմներից առաջ առջևից ոչ ուժեղ զենքերն էին գնում, ոչ ուժեղ, չգիտեմ, բանակներ են, ամենաառջևում կանգնած էին փառաբանող մարդիկ, Տիրոջ անունը բարձրացնող մարդիկ։ Ամեն, հալելույա։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներ, ես այսօր, ինչպես արդեն գլխի եք ընկնում, չեմ պատրաստվում ամբողջական պատգամը տալու, այլ պիտի խոսեմ մեր այն արդեն բարի սովորություն դարձած զոհաբերությունները հավաքելու այդ մեր process-ից առաջ փոքրիկ պատգամը կամ խոսքը, որ պիտի քաջալերեմ։ Եվ այսօր ես կարճ պետքա խոսեմ Հռոմեացիների թղթից 12-րդ գլխից 3-րդ խոսքը պիտի կարդամ։ Կարդում եմ նոր թարգմանված թարգմանությունը, որովհետև այս նորի մեջ շատ ավելի պարզ է դրա մասին ասում։ Ինձ տրված շնորհով ասում եմ ձեզանից ամեն մեկին, որ դուք ձեր մասին ավելի բարձր համարում մի ունեցեք։ Դուք ձեր մասին ավելի բարձր համարում մի ունեցեք, քան պետք է։ Այլ զգաստությամբ մտածեք այն հավատի չափով, որ Աստված յուրաքանչյուրիդ բաժանեց։ Խոսքը իմ մեջ բաժանվում է երկու մասի, առաջինը հորդոր անում, որ ինչ որ դու կաս, դու դրանից ավել մի մտածի։ Այդտեղ չեմ ուզում մեկնաբանեմ, խոսքը իր մասին այնքան լավ ասում է, ինչ արժան է քո մասին, դա մտածի, ավել մի մտածի։ Ես ավելի շատ երկրորդ մասի վրա եմ ուզում կանգնել ու շատ կարճ, դրա համար ձեր համակ ուշադրություն եմ խնդրում, չափ։ Ասում է, այլ զգաստությամբ մտածեք այն հավատի չափով, այն հավատքի չափը, որ Աստված յուրաքանչյուրիդ բաժանեց։ Այսպիսով գոյություն ունի հավատքի չափ։ Առհասարակ իմ կարծիքով մեր սխալը գիտեք ինչու է կայանում։ Մենք կամ այդ չափից
հետ ենք ընկնում, պասիվանում ենք հոգևոր կյանքի մեջ, ալարում ենք, ցուլանում ենք։ Մեկ հակառակ կողմն էլ կա, շատ ենք առաջ գնում, այն առաջ գնալու մեջ ես վկայում եմ, իմ կյանքում շատ է դա եղել։ Այս Աստծո ողորմությամբ 35 տարիների մեջ ես այն առաջ ընկնող կերպարի մեջ շատ եմ եղել։ Եվ ավելի քիչ եմ եղել, որ այդ չափից ներքև եմ ինձ պատկերացրել, ավելի շատ չափից ոնց որ այն կողմ եմ գնացել։ Ու առհասարակ գիտեք, երբևիցե դուք մտածել եք, որ ասում է նեղ է այն ճանապարհը։ Ես մեկ ունեմ սենց բացատրություն, որ նեղ կնշանակի ոչ այն ծայրահեղությունը, ոչ այն ծայր։ Մենք հիմնականում նեղ մտածում ենք, որ ցավոտ է, տրորվում է, բայց էդ էլ է ցավոտ, գիտես, որ դու ոչ այն ծայրահեղություն ես ընկնում, ոչ այն ծայրահեղությունն ես ընկնում, եւ այսպես պիտի մի հատ հիշենք, որ Աստվածաշունչը մի ուրիշ տեղում ասում է, որ Աստծուն հաճեցնել առանց հավատքի անկարելի է։ Ոչ մի անգամ մենք Աստծուն չենք տեսել, իր հետ չենք գնացել թեյախմուց, մենք այդպես բաներ չենք տեսել, մենք հավատում ենք այդ իրողություններին։ Մենք հավատում ենք։ Հավատքի չափ։ Ու ուզում եմ արդեն ավարտին գամ։ Ինչի սկզբում ասացի պրովոկացիոն հարց։ Ոմանք չեն սիրում, որ խոսվում է ֆինանսի մասին։ Ու հենց այդ ձև, այո, ֆինանս եմ ասում անունը, որտեվ դա ֆինանսա, ուրիշ բան չի, ֆինանսա։ Բայց մենք գիտեք, մենակ եկեղեցում է թվում, որ մենք չխոսանք էլի, հոգնել ենք սաղ տեղը փող։ Հա, չխոսանք։ Բայց գիտեք ինչն է իրականում լինում, որ մենք բոլոր տեղերում ֆինանսին շատ ուշադիր ենք։ Կարակ ասեք, գնում եք խանութ առանց չափ եք, առևտուրն անում, չէ, դու գիտես, այս արժի այսքան վճարեցիր չափով։ Որ գնում ես աշխատանքի, ասում ես, դե ինչ տան, չէ, տենց չի։ Դու գիտես, եթե ելնելով քո կրթությունից կամ փորձառությունից կամ ինչ որ բաներից, դու գիտես, մինիմում աշխատավարձն է քեզ հասնում, թե դու $30 աշխատող ես ժամը։ Դու տենց հենց տենց չես թողում ինքնահոսի, դու շատ ուշադիր ես։ Դու ուշադիր ես, որ մեկին նվեր ես տալի։ Չասես տենց չի, դու ուշադիր ես ինչքան ես տալի, չափ կա ամեն ինչին։ Ու ես դրան չեմ ասում վատ բան է, բայց դու քո մեջ վերլուծում ես, հաշվում ես, ինչի համար իմ ֆինանսը այստեղ այսքան ծախսեմ, կամ ինչի համար այսքանով պիտի այս բանը գնեմ, կամ հիմա կարճ մի բան, չափ գոյություն ունի, հավատքի չափ, եւ Աստծո տան մեջ ամեն ինչ պիտի լինի հավատքով։ Իսկ զոհաբերության եւ ֆինանսներին, երբ որ խոսքը գալիս է, երբ որ մենք անում ենք զոհաբերություններ, ինչ չափով անենք, ես հիմա դրա մասին չեմ խոսա։ Առանձին որ հարցնեք, ես մտքիս ծայրով գալիս եմ այն ճշմարտության, որ կա, այդ չափն էլ կա սահմանված իրականում, եւ երբ որ դու այդ չափին հավատում ես, խաղաղ է լինում ներաշխարհդ, դու հանգիստ ես լինում, դա ոչ շատ է, ոչ քիչ, չափ է։ Եվ այսպես վարվեք այն հավատքի չափով, որ ձեզ բաժին է տրված։ Ամեն եւ էլի ամեն։ Ողջույն սիրելի եկեղեցի, բարի օրհնյալ Կիրակի բոլորիդ։ Ողջունում ենք ձեզ մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուսի անունով եւ ուրախ ենք ձեր անուշ քաղցր դեմքերը տեսնելով։ Ես չգիտեմ դուք հասցրել եք իրար աչքերի մեջ նայեք, թե չէ։ Մի հատ իրար նայեք, ասե ինչ հրաշալի է, որ դու այստեղ ես։ Քո աչքերի մեջ Հիսուս կա, քո աչքերի մեջ, քո նայվածքի մեջ Հիսուսը կա։ Եվ ես ուրախ եմ, որ դու այստեղ ես։ Ամեն։ Եթե ուրախել չես, պիտի ուրախանաս։ Փառք Հիսուսին։ Օրհնված ենք, իսկապես հրաշալի երկրպագություն, հրաշալի ծառայողներ, Աստծո հիանալի ներկայություն։ Վստահ եմ, որ մենք երկրպագության ժամանակ ոչ թե պարզապես լսում ենք, այլ նաև միանում ենք, չէ՞, որտեղ երկրպագություն ամբողջական է դառնում այդ ժամանակ։ Գիտեք, դա նման է փազլի, դա նման է ինչ որ կտորներ, երբ որ բերում ես իրար կողք, հետո տեսնում ես, որ ինչքան գեղեցիկ բան ստացվեց այդ ամեն ինչից։ Երբ որ երկնքի երկրպագության խումբը, երբ որ սկսում էր երկրպագել, բոլոր հրեշտակնային համակարգը գալիս էին խոստովանության եւ այնպիսի մի մեծ հզոր պաշտամունք էր լինում երկրպագությամբ գալու Աստծո առաջ եւ նրան մեծարելու։ Ես մտածում եմ, որ այն ինչ որ հրեշտակների համար կարծես թե իրանք պիտի հասկանային, որ Աստված ինչ է արել, դա ավելի քիչ է, քան մեր համար, որ մենք հասկանում ենք, թե ինչ է Աստված արել մեզ համար։ Եվ եթե նրանք այդ փոքր ունեցածի մեջ կարողանում են ամեն ժամանակ երկրպագեն, որքան առավել ես ու դու, երբ որ գիտենք, որ մեղքի աշխարհի մեջ մեռած էինք, ցանկություններին գերի էինք, բայց Աստված Քրիստոսով մեզ դժոխքից հանեց եւ տարավ իր հավիտենական փառքի մեջ դրեց։ Այս սրա համար մենք պիտի ամենալավ փառաբանություն ու երկրպագությունը տանք իրան։
Հալելույա։ Փառք Տիրոջը։ Թող օրհնի ձեզ Աստված, սիրելիներս։ Պատրաստ ենք Աստծո խոսք լսենք։ Չգիտեմ, դու աղոթել ես գալուց առաջ, որ Տեր խոսիր իմ սրտի հետ։ Աղոթել եք, թե չէ։ Դուք ունեք 15 վայրկյան ժամանակ։ 15 վայրկյան այդքան էլ շատ չի, ասեմ ձեզ, բայց բավարար է սրտանց աղոթք անելու համար։ Ամեն։ Շատ բարի սիրելիներ, խոսքը, որ սրտումս կա ձեզ փոխանցեմ, սա հրաշալի մի հատված է Աստվածաշնչից, որ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել, վերնագրել եմ այսպես. ապրենք վերին մտքով։ Կարող ենք միասին բոլորս ասել. ապրենք վերին մտքով։ Որոշ թարգմանությունների մեջ ասում է բարձր մտքով, որոշ թարգմանությունների մեջ ասում է երկնային մտքով։ Ինչ էլ որ ասենք, մի բան ենք հասկանում։ Աստված մեզ առաջնորդում է, որպեսզի մենք մտածենք եւ գործենք մի կերպ, որի մասին հայտնվում է, որ Կողոսացիների եկեղեցում Պողոս առաքյալն է գրում սրա մասին, թե ինչ է դա իրանից ներկայացնում եւ ինչ Աստված կուզի ինձանից ու քեզանից։ Որպես կարևոր բանալի համարը դրել եմ այստեղ Կողոսացիների 3-րդ գլուխ 1-4 համարները։ Եթե հարություն եք առել Քրիստոսի հետ, փնտրեք վերին բաները, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմում։ Մտածեք վերին բաների մասին եւ ոչ թե երկրի վրա եղածների մասին, որովհետեւ դուք մեռած եք եւ ձեր կյանքը թաղված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ այնպես կհայտնվեք նրա հետ փառքով։ Որքան լիքն է այս խոսքը, որքան առատ է այս խոսքը, բայց կարծես թե երկու աշխարհ կարողանում է կապել իրար։ Կապում է ֆիզիկական այսօրվա աշխարհը եւ ուղղորդում է մեզ հավիտենական հոգեվոր աշխարհին, հոգեվոր իրադարձությանը։ Ինչպես կարող ենք մենք այս ամեն ինչին ճիշտ վերաբերվել։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը, սիրելիներ, այս հրաշալի խոսքին, ասում է, եթե հարություն ենք առել։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ այն ժամանակ, երբ որ մենք Տեր Հիսուս Քրիստոսին ընդունեցինք որպես մեր Տերը եւ Փրկիչը, այն ժամանակ, երբ որ մենք որոշեցինք, որ այլևս կանոնները փոխվում են մեր կյանքի, այդ ժամանակվանից մենք համարվում ենք մեռած այս աշխարհի համար, որովհետեւ նրա կանոնները, նրա ապրելաոճը, նրա ներսի եղածը, նրա ազդեցությունները որոշել ենք մեր հետ քաշ չտանք։ Եվ ինչ ենք որոշել առավել եւս, որոշել ենք ապրենք երկնային կանոններով, որոշել ենք ապրենք աստվածային արժեքներով։ Թերևս այո, կարող են տարիները անցնել, բայց տեսնում ես հավատացյալները երբեմն կորցնում են ուղեծիրը իրանց, կորցնում են ազդեցությունը, հաճախ ընկնում են տարբեր ազդեցությունների տակ, շեղվում են ճանապարհներից, գնում են տարբեր հասկացողությունների կամ խորհուրդների հետևից, բայց ճշմարտությունը երբեք չի փոխվում, սիրելիներս։ Ճշմարտությունը մնում է հավիտյան։ Ամեն։ Որտեղ համաձայն կլինես ինձ հետ, կարող ես բարձր ասել ամեն, հալելույա։ Իմացի, որ մենք որևէ սահման չենք դնում այստեղ։ Ուրեմն այդ ժամանակվանից մենք որոշեցինք, որ հետևելու ենք Տիրոջը, եւ այստեղ ինչ ասում, եթե հարություն ես առել։ Եթե դու հարություն ես առել, եթե դու ակտիվացել ես Աստծո համար, երբ որ երկինք արդեն քեզ համար հասանելի է, երբ որ դու գիտես, որ քո ամբողջ մտքիդ, ամբողջ քո երևակայության, հավատքիդ, պայքարներիդ վերջնակետը երկինքն է, այդ ժամանակ ասում է, փնտրեք վերին բաները։ Մեկ այլ կերպ ասած, դա սեղանի վրա փռած չի։ Սրա համար ջանք է պետք, սրա համար մեզ երազանքներ են պետք, սրա համար մեզ ներքին մղումներ են պետք, սրա համար խորը գիտակցություն եւ ապրումներ են պետք։ Փնտրել ման գալ, որտեղ ման գանք, ինչպես ման գանք, քիչ հետո ավելի པարզ կլինի ձեզ սիրելիներս, որովհետեւ այս խոսքը ուզում եմ ձեր մտքի մեջ պահեք, որովհետեւ ամբողջ падգամը այս խոսքի շուրջ պետք է լինի։ Ասում է վերին բաները փնտրեք, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմում։ Փնտրել, որ մեր բոլոր հարաբերությունների, որ մեր բոլոր գործողությունների, որ մեր բոլոր հավատքի կենտրոնում Քրիստոսը լինի։ Եթե մի բան տեղի ունենում մեր կյանքի մեջ եւ նրա մեջ Հիսուսը բացակայում է, այնտեղ չի, ուրեմն վերին կերպով չենք գործում։ Եթե մենք խոսում ենք երկնքի մասին, վստահեցնում եմ, որ այնտեղ Հիսուսը միշտ ներկա է։ Եթե մենք խոսում ենք երկնային մտածելակերպի, երկնային գործողությունների մասին, երբ որ ասում է փնտրեք վերին բաները, նկատի ունի, որ վերին բաների մեջ Աստված չի կարող բացակա լինել։
Չի կարող Աստված իրեն մի հատ գիծ դնի եւ ասի կներեք այս զրույցի մեջ ես չկամ, բայց ամենից շատ լավ անցնելու։ Չի կարող այդպեսի բան լինել, սիրելներ։ Յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր խորհուրդ եւ միտք բոլորը միանշանակ, եթե վերին բաների հետ կապված է, ուրեմն անմիջական կապված է Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Եկեք այսօր մի պահ բոլոր մեր այս ծանրությունները, մեր այս հրատապ գործերը, սպասելիքները, հեսասրանից այս ծառայությունից հետո ինչ որ բան անելիքները մի պահ դնենք մի կողմ։ Դնենք մի կողմ։ Պատրաստ եք ինձ հետ դնեք, դրեք ուղակի։ Իա պատկերացրեք, մի քիչ կարող է երևակայությանը շատ եմ ավելի ուժ տալիս, բայց ուզում եմ որ պատկերացնեք, որ ամեն ինչ շատ լավ է, ոչինչ բանի մասին մի մտածեք հիմա։ Բայց մեկ բանի մասին ուզում մտածեք։ Մտածեք երկնքի մասին։ Մենք հաճախ ենք վազում երկրի վրա, երկինքը մնացել է մեր խոր ապրումների մեջ, մենք բայց վազում ենք, ասում ենք ինչի երկինքը չի արտահայտվում, ինչի չի արտացոլվում երկինքը, ինչու չի դրսևորվում երկինքը, գիտեք ինչու, որովհետև մենք երկինքը մեր խորը ներսում պահած վազում ենք դեռևս այս աշխարհի բաների հետևից։ Եվ եկեք մի պահ մտածենք, երկինք։ Եվ այդ երկինքը սպասում է քեզ։ Այդ երկինքը սպասում է ինձ ու քեզ։ Ինչն է տարբերությունը հավատքի մարդու եւ անհավատ մարդու։ Ինչն է տարբերությունը։ Եթե անհավատ մարդն էլ կարող է ապրել այնպես, ինչպես որ մենք չմտածելով երկինքի մասին ապրում ենք, մեր տարբերությունը նրանցից ոչինչ է։ Բայց եկեք մի բան հիշենք, երկինքը մեզ սպասում է։ Շուտով նույնիսկ ցանկացած պահի, ես չգիտեմ դա երբ կլինի, որտեղ Աստծո խոսքն է այդպես ասում։ Ցանկացած վայրկյան դա կարող է տեղի ունենալ, սիրելիներս։ Մի անգամից հանկարծ մենք կթողենք երկրի վրա ամեն ինչ։ Կթողենք ամեն բան։ Ոչինչ բան չես տանելու հետդ։ Մի մարդ ասում էր, որ մենք գալիս ենք մերկ, աշխատում ենք ամեն ինչի համար, որ ունենանք, եւ վերջում հեռանում ենք մերկ։ Այսինքն այդ արանքը մենք ինչի համար որ աշխատում ենք, կարծես թե դա մեր ջանքը եռանն է, Սողոմոն իմաստուն ասում էր երկրի վրա տառապանք եմ տեսնում, ցավ եմ տեսնում, քրտինք, տանջանք, եւ տեսնում եմ արդյունք, տեսնում եմ հարստություն, տեսնում եմ կարողություն, եւ վերջում տեսնում եմ մարդուն, որ ոչինչի պես է։ Եվ սա էլ է ունայնություն եւ հոգու տանջանք։ Ունայնություն։ Բայց գիտեք երբ է ունայն, երբ որ այդ մեր պայքարների, մեր այդ մակարումների մեջ մենք չենք կորցնում Տիրոջը, այդ ժամանակ դադարում է ունայնություն լինելուց։ Մենք գիտենք ապրել պետք է, ամեն ինչ պետք է, ինչ որ պետք է, բայց չենք կորցնում մեր գլխավոր նպատակը։ Վերջում այդ ինձ տեղ կհասցնի թե չէ։ Ինչ որ անեք, հիշեք տեղ հասնելու եք թե չէ։ Գիտեք մի օր հանկարծ ես ուզում եմ մի քիչ ձեզ տեղափոխեմ երկինք։ Ուզում եմ մի քիչ պոկեմ ձեզ, որովհետև շատ ենք այս վերջերը երկրի վրա կապված մնացել։ Հանկարծ մի օր մենք կարթնանանք ու կզգանք, որ մեր թոքերի մեջ շատ մաքուր թթվածին է գնում։ Շատ զարմանալի ձևով կզգանք այդ։ Ոնց որ ուրիշ բան է։ Երբ որ գնում եք սրճերի, վիրահատություն է գնում, չէ՞, ինչ են անում, ձեզ մասկ են դնում եւ ասում են սա մաքուր թթվածին է, սա օգնում է, որ ոչ մի բակտերիա չգնա, ոչ մի բան չգնա ներս, որտեղ ներսում գործ կա անելու։ Երբ որ դնում են, դուք լավ եք զգում, չէ՞, կամ քթերին, որ միացնում են, ինչ անուշ, sense հավեսով, ուղեղը սկսում է պայծառանալ, ամեն ինչ շատ հրաշալի է դառնում, ոնց որ ուրիշ մարդ լնես։ Մի օր կարթնանաս եւ կզգաս, որ քո թոքերը զարմացել են, որ հիանում ես, այ քեզ բան, կարծես ուրիշ քաղաքում ես, ուրիշ տեղ ես, գիտեք սրա մասին, մեզ ասում է Եբրայեցիների 11-րդ գլուխ 16 համար ասում է, բայց հիմա ավելի ազնիվին ենք ցանկանում, այսինքն երկնավորին, եւ նրա համար Աստված ամոթ չի համարում նրանց, այսինքն մեզ Աստվածը կոչվելու, որովհետև մի քաղաք է պատրաստել նրանց համար։ Ինձ ու քեզ համար Աստված մի քաղաք է պատրաստել։ Ես չգիտեմ դու այդ քաղաքի մասին ինչքան գիտես, չգիտեմ այդ քաղաքը ինչքան է գրավիչ քո համար, ինչքան է այդ քաղաքը քեզ համար գայթակղիչ, լավ առումով, ինչքան ցանկալի, բայց հիշիր, բոլոր նրանք, ում կյանքը պահված է Քրիստոսի մեջ, նրանք այդ քաղաքին սպասում են մեծ փափագով։ Ամեն։ Կարող ես բարձր ասել ամեն։ Դու այդ քաղաքի բնակիչն ես, այդ քաղաքում քո համար տուն կա։ Տեր Հիսուսն ասեց, որ Հայրը պատրաստել է ամեն բան, եւ երբ որ վերջանա ամեն ինչ, մենք կգնանք տուն։ Այն տները, որտեղ պատրաստված է մեզ համար։
Եթե այսօր մենք մտածում ենք ինչ ժառանգություն կտանք մեր երեխեքին տուն, մեքենա, փող, ոսկի, ինչ որ բաներ կտանք, որքան առավել մեր երկնային Աստվածը, նա գիտի ինչ ժառանգություն է մեզ տալիս, որ երբ որ հասնենք տուն, ինքը իր ճոխությունը ցույց տա մեզ։ Ամեն։ Եվ պատկերացրեք, որ այդ ժամանակ, երբ որ հասնում ենք տեղ, այլևս վիշտ եւ դժվարություններ չեն լինելու, դրանք կմնան հետևում, դրանք կմնան անցյալում։ Եսայի 5:11 Եվ Տիրոջ փրկվածները երբ պիտի դառնան եւ գան Սիոն ցնծալի երգերով եւ հավիտենական ուրախություն պիտի լինի նրանց գլխին, ցնծության եւ ուրախության պիտի հասնեն, պիտի փախչեն տրտմությունը եւ հեծությունը։ Այլևս տրտմությունը քեզ հետ չի գալու։ Այսօր ուր գնում ենք, տրտմությունը սրտներիս մեջ է։ Հատկապես մեր սիրելի ընտանիքի մեջ ինչքան դժվարություն, դժբախտություններ տեղի ունեցան վերջի մի քանի ամիսներուն եւ հարազատներ կորցրեցին, տրտմությունը սրտներիս մեջ պահած ենք, չէ՞։ Հələ հաշվեք, որ մեր կյանքի ընթացքում ինչքան զրկանք, ինչքան տխրություն ենք տեսել։ Երբեմն ասում են ժամանակը բուժում է, սիրելիներ, ժամանակը չի բուժում, մոռացնել է տալիս ինչ որտեղ, որտեղ դեպքերն այնքան արագ են զարգանում, մենք մոռանում ենք անցյալի դեպքը, բայց երբ որ մեզ խոսում են, օրինակ 40 տարի առաջվա ինչ որ դեպքի մասին, նորից վերապրում ես էդի։ Ինչի, որովհետև մեր մեջ ապրում է մեր կյանքի բոլոր օրերը։ Բավական է դու այդ դուռը բացես, ամեն ինչ ընդեղ է։ Որ թվականը, որ ամիսը, որ օրը, երբ որ բացեն այդ դուռը, երբ որ տան այդ անունը, որը վիրավորել է քեզ, դու այդ անունից դող ես ապրում միանգամից։ Անցել է 30-40 տարի, բայց ինչ ես զգում, ներսումը թաղված վիրավորանքը, ներսումը ծածկած անհավատարմությունը։ Եվ շատ բաներ կարող են այսպիսի մեր կյանքի մեջ լինել, բայց հիշեք երկնքի մասին, վերևում դրանք մեզ հետ չեն գալու։ Մենք ազատ ենք լինելու ամեն տեսակ բաներից։ Երբեմն ես ինչու հենց ուզեցի անկեղծ ասած, երբ որ պատրաստում էի այս պատգամին, Սուրբ Հոգին մի հետաքրքիր բան ասաց։ Ես միշտ ներսումս մի բան ունեմ ասելու, Տեր, ասեմ ինչն է կարիքը մեր ժողովրդի։ Խոսիր այն ինչ որ պետք է իրանց։ Եվ մեջս մի հատ իմ ներքին ձայնը կարծես թե ես խոսում եմ Սուրբ Հոգու հետ եւ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Բառերը պարզ եմ հիշում։ Եվ կարծես ես ինձ իմ մասին ինչ որ բան եմ խոսում, ասում եմ որքան պատգամներ կան, որոնք կարող ես խոսել, մարդիկ հիանան, օ բրավո, վաու, չկաս ես բան, հրաշք, ալելույա, բայց դահլիճից գնում են և մնում են նույն մարդը։ Ես այսօր ուզում եմ ձեզ փոխանցեմ այն, ինչ որ Աստված ուզում է, որ դուք ես դահլիճից նույն մարդը չգնաք, փոխված մարդ գնաք, արթնացած գնաք, հիշեք ինչի համար ենք հավատացյալ, Որոշներ ասում են, դե հավատացյալ ենք, դե սովորական, կամ դե կիրակի է, գնում ենք եկե, դե պիտի գնանք, չենք կարող չգնալ։ Սիրելիս, եթե դու գնաս եւ էլի գնաս, բայց կյանքդ չփոխվի, իմաստը կորում է քո գնալ գալու։ Որովհետև մի առիթ է մեզ տրված, որ մենք կարող ենք միաբանվել Տիրոջ հետ, երկնքի հետ, վայելել երկնային ապրումները, զգալ ինչա կատարվում երկնքում։ Եթե դու այսօր երկրպագության ժամանակ ինչ որ կերպ քո սիրտը կպավ երկնքին, դա անմոռանալի ապրումներ կթողի քո կյանքի մեջ։ Որտև թե խոսքը, թե պաշտամունքը, երգը, աղոթքը, ցանկացած բան օգնում է մեզ, որ մենք վայելենք երկինքը։ Ամեն։ Հաջորդը մենք կտեսնենք Հիսուսին դեմ առ դեմ։ Էլ ոչ մեկ պետք չի մեզ պատմի իր մասին։ Մենք իրան կտեսնենք դեմ առ դեմ։ Սրա մասին մեզ ասում է Փիլիպեցիների 1:23 համարը. Երկու կողմից էլ նեղտեղն եմ, փափագում եմ դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել, որը շատ ավելի լավ է։ Առաքյալը Փիլիպեի եկեղեցուն այդպես էր գրում, ասում էր. մնամ ձեզ օգուտ, գնամ ինձ օգուտ։ Համ ձեզ եմ սիրում, համ էլ դեղ եմ սիրում։ Եթե ես մնամ ձեր կողքին, ձեր համար լավ է, դուք շահ կունենաք, բայց երբ որ ես գնամ, ես շահ կունենամ։ Երկու կողմից նեղանգած եմ, բայց ինչ էր ասում, փափագում եմ դուրս գամ, վերջացնի ես ամեն ինչը եւ հասնեմ եւ Հիսուսին դեմ առ դեմ տեսնեմ։ Երկնքում դուք միակ անձը, միակ հերոսը, որին կհանդիպեք, դա տերերի Տեր եւ թագավորների թագավորն է։ Դա մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Այնտեղ ես ու դու թագավոր չենք։ Եթե երկրի վրա մեզ ծափահարեն,
երկնքում մենք էլ իրանց հետ Հիսուսին պետք է ծափահարենք։ Եթե երկրի վրա մեզ գովան ասեն շնորհակալություն, բրավո, դու շատ լավն ես, ես, երկնքում ամեն բան կխոսվի նրա մասին։ Հալելույա, օրհնյալ լինի մեր Տերը։ Եվ շարունակությունը սիրելներ, ինչ է մեզ համար երկինքը։ Երկնքում մենք կլինենք նրա հետ մեր տանը։ Երկրորդ Կորինթացիների 5:8 ասում է, բայց վստահ եղեք եւ ավելի ընտրում ենք այս մարմնից դուրս գալ եւ Տիրոջ մոտ մտնել։ Մտնել Աստծո ներկայության մեջ։ Վերին բաները մտածել նշանակում է մտնել Աստծո ներկայության մեջ։ Վերին բաները մտածել նշանակում է ապրել Աստծո ներկայության մեջ։ Գիտեք, Աստծո ներկայությունը մենակ մի վայրում չի, Աստծո ներկայությունը դա ներքին աշխարհում է կատարվում։ Եթե քո ներսում երկինք չկա, Աստծո ներկայությունը քեզ համար մի ամպի նման կլինի, որ կգա ու կգնա, եւ դրանից դու երկար հարատև օգտվել չես կարող։ Բայց երբ որ դու սիրում ես բնակվել Աստծո ներկայության մեջ, Աստծո խորքերի մեջ մտնել, ինչ է լինի քեզ համար դու գիտես, որ երկինքը քո մեջ է, որ Հիսուսը քո մեջ է։ Ամեն։ Եվ ասում է վստահ ենք եւ ավելին ընտրում ենք, որ այս մարմնից դուրս գանք եւ մտնենք Տիրոջ մոտ։ Ովքեր որ այդ փորձառությունը ունեցել են հոգեվոր, իրանք գիտեն ինչ է նշանակում Աստծո ներկայության մեջ։ Դա հիանալի է։ Եվ գիտեք, ես որքան էլ զարմանալի մի բան պիտի ասեմ, կյանքիս ամենաանհաջող ժամանակները եղել են, երբ որ ես Աստծուց առանձին եմ գործել։ Ամենաանհաջող պահերն են եղել, որ ես որոշել եմ առանց Աստծո, դե ես կարամ, ես գիտեմ։ Եվ մտել եմ որոշ բաների մեջ, բիզնեսի մեջ եմ մտել, չգիտեմ, ինչ որ հարցերի մեջ եմ մտել, ինչ որ հարցեր լուծելու մեջ եմ մտել, տարբեր բաների մեջ մտել եմ։ Եվ շատ եմ տուժել, շատ, վստահ եմ բոլորս էլ ունեցել ենք այդ փորձառությունը։ Բայց ուզում եմ ձեզ սրա հակառակն ասել։ Ամենահաջողակ բաները, որ կյանքումս տեղի են ունեցել, երբևիցե որ դրանք եղել են, ինչքան որ եղել են, դրանք եղել են, երբ որ ես մտել եմ Աստծո ներկայության մեջ։ Երբ որ ես զգացել եմ երկինքը, երբ որ զգացել եմ Հիսուսին, երբ որ ես զգացել եմ, որ ասել եմ Տեր, ես բացում եմ այդ դուռը եւ փակում եմ իմ հետևից այդ աշխարհը, վերջացավ։ Ես քո սրբության մեջ եմ գալի, քո ներկայության մեջ։ Ինձ տուր իմաստություն հասկանալու, տուր ինձ խոսք խոսելու, տուր ինձ գործ, որ պիտի անեմ, եւ դա քո փառքի մասին կլինի։ Ամեն։ Հիմա պատկերացրեք սիրելիներ, որ մենք մեր առօրյայով, մենք ամեն ինչով, ինչպես որ շատ մարդիկ, որ երբ մենք տեսնում ենք Աստվածաշնչի պատմությունների մեջ, շատեր իրենց կյանքերով զբաղված էին, որոշ տեղերում Աստված ժամանակ առ ժամանակ էր այցելում։ Որոշ տեղերում մարդիկ ապրում էին Աստծո ներկայության մեջ։ Մենք հասկանում ենք, որ փոփոխություններ կարող են լինել, բայց ինչպիսին է մեր վերաբերմունքը երկնքի նկատմամբ։ Թույլ տվեք մի հատ հարց տամ ձեզ, ինքնաքննության հարց է։ Եթե ասում են օրինակի համար, մարդկային մարմնի կամ մարդկային ամբողջ, ասենց մարդկային մարմնի 70%-ը մոտավորապես ջուր է, չէ, ջրից է, հեղուկ է։ Ճիշտ է թե չէ։ Բոլորս բժիշկներ ենք, գիտեք, մենք հայազգով բժիշկներ ենք, համ մատորիստ ենք, համ խադավիկ ենք, որտեղ պետքա բժիշկ ենք, լոջիկ ենք, չէ, օթաչու, ամեն ինչ գիտենք։ Էս արեք, այն արեք, բոլորին խելք ու խրատ ենք տալի։ Հենց որ ուրույլը տալիս են մեր ձեռը դողուն գնում է ջաններս։ Բրգեք, ով գիտի։ Հարց եմ ուզում տամ ինքնաքննության համար։ Մեր կյանքի որքան մասն է կազմում երկինքը։ Քանի տոկոսն է երկինք։ Հեչ մտածել եք, որ երկինքը կարող է պակասի մեր մեջ։ Հեչ մտածել եք, որ հնարավոր է երկինքը լռի մեր մեջ։ Հեչ մտածել եք, որ երկինքը կարող է բացակայի մեր մեջ։ Գիտեք ինչպես։ Երբ որ ես խոսում եմ եղբայրներիս հետ, երկնքից ազդված եմ խոսում եղբայրներիս հետ։ Երբ որ ես ուզում եմ ինչ-որ հարցի լուծում տամ, երկնքով միաշաղախված եմ հարցին լուծում տալիս։ Եթե ես որևէ առաջարկ ունեմ, այդ առաջարկը բխում է արդյոք երկնքի աղբյուրներից, թե ոչ։ Թե ուղղակի լավ մտքեր ունենք։ Գիտեք, դժողքը լիքն է լավ մտքերով մարդկանցով։ Լիքը, արտակարգ մտքեր ունեն։ Դուք չեք պատկերացնում ինչքան տաղանդավոր մարդիկ կան դժողքում։ Դուք չեք պատկերացնում ինչքան մարդիկ կան, որոնք որ միայն երազում էին, բայց իրենց կյանքում ոչինչ չէր փոխվում։ Մտածում եք, թե դրանք պատահական են։ Ոչ։ Որքան մասը տա երկինք, քո էության, քո հոգևոր կյանքիդ, ինչքանն է երկնային։ Երբ որ ես կարդում եմ Թումանյանի գրվածքները, գիտեք, շատ եմ սիրում Թումանյան, գիտեք, որ Թումանյանը նաև վերստին ծնված անձնավորություն էր, մեր Հովհաննես Թումանյանի մասին է խոսքը, բանաստեղծ։
Եվ գիտեք, մի գիրք կար, կոչվում էր Երկնային Թումանյան։ Եվ այդտեղ խոսում էր այն բոլոր բանաստեղծությունների ապրումների մասին, որ ինքը երկնքից է ցույց տալիս, երկնքի մասին է խոսում։ Երկնային Թումանյան։ Եվ այնտեղ խոսում է Աստծո մասին, սիրո մասին Աստծո, դատաստանի մասին, Հիսուս Քրիստոսի իր փափագը դեպի Տերը։ Մենք մարդուն կարող է ճանաչենք մենակ իր կոպտությամբ, բայց եկեք նայենք ինչ կա իր ներսում, կամ եթե մարդիկ մեզ այդպես են նկատում, ինչքանն է մեր ներսում երկինք։ Քննիր քո անձը։ Եթե պակաս է, ուրեմն վերին բաների մտածելու ավելի մեծ առիթ պետք է ունենանք։ Ամեն։ Իհարկե, երբ որ մենք ասում ենք վերին բաները մտածենք, մենք հասկանում ենք, որ այս խոսքը շատ կարևոր է, ասում է, որ վերին բաները մտածեք, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմը։ Գիտեք, Աստծո աջ հասկացողությունը Աստվածաշնչում մի քանի անգամ է գրված, շատ չի, բայց խոսում է Աստծո բազուկի զորության մասին, խոսում է Աստծո արդարության մասին եւ խոսում է բարեխոսության մասին Քրիստոսի։ Որ Աստծո աչը զորավոր է, Աստծո բազուկը զորավոր է, եւ նա մեզ համար, Քրիստոսը, մեզ համար բարեխոսություն է անում Հայր Աստծո աջ կողմում նստած։ Վերին բաները մտածել նշանակում է, որ արդյոք դրա մեջ կա դիմացինին շահելու հոգեբանություն։ Երկինքը երբ որ մտածեց երկրի մասին, մեկ օր երբ որ Աստված որոշեց երկրին ուղարկել իր որդին, արդեն իր ներսում պարունակությունը իր ամբողջ էության մեջ սա էր, որ օգտակար լիներ ինձ ու քեզ, որպիսի շահեր ինձ ու քեզ։ Վերին բաները մտածել նշանակում է, եթե դու որևէ բանի մեջ ես, արդյոք հոգիդ շահող հոգի է, թե կորցնելու համար միևնույնը եղող հոգի։ Ես տեսնում եմ շատ ծնողներ խոսում են իրանց զավակների հետ սխալ ձևով։ Օրինակ Միացյալ Նահանգներում բոլորս շատ լավ գիտենք, թերևս հիմա արդեն էլ կներեք, էլ չեմ կարող ասել Միացյալ Նահանգները ուրիշ են, Հայաստանն ուրիշ է կամ բոլոր տեղերում նույնն է դառել։ Երեխեն հելավ հասավ արդեն 18-19 տարեկան, 20 տարեկան, արդեն իրան ոնց որ ասես պապան, մաման ասում են կաթից կտրեցինք գնա, ինչ ուզում ես արա։ Եվ ոչինչ։ Էլ արդեն ոչ հետաքրքիր է, ոչ էլ 21 տարեկանը լրացավ, գիտեք, այստեղ մանավանդ խմելը իրավունքի մեջ է, այսինքն ինչ ուզում ես արա, ես քեզ ասել եմ 21 տարեկան։ Գիտեք, իբրև թե մենք հասկանում ենք այսպես սխալ է սա, որ իբր թե Աստված մեզ երեխայա տվել 21 տարվա համար։ Եվ ինչ ենք ամ 21 տարին լրանում է եւ մենք մի անգամից կորցնում ենք, էլ հետաքրքիր չի թող արդեն ինքը մտած, ինքը մեծ է։ 21 տարեկանի խելքը հələ շատ աճելու տեղ ունի։ Եվ ցավում եմ, որ որոշ մարդկանց տեսել եմ, որոնք եկեղեցական մարդիկ են, իհարկե ամերիկյան մտածողության ու ամերիկյան եկեղեցու մարդիկ էին, իմացեք սրանով որևէ վարքաբեկիչ բան չեմ ասում, սա ասում են մարդու մասին, ում որ ճանաչելով եմ ասում։ Գիտեք ինչ էր անում։ Եկել էր, մի տեսակ զգում եմ, եկեղեցու վակում կանգնած էի, մի տեսակ սենց ուրախ է, ասեմ ինչ ա եղել, մի բան ինչ որ լավ բան ա կատարում, հա ասում է, հեսա մի քանի օրից 21-ից լրանում, ասում է գնում ենք խմելու։ Այսինքն դու քանի տարի ես երանությամբ սպասել քո 21 տարեկանին։ Վերին բաները մտածելը մեղքից հեռու է պահում մեզ։ Վերին բաները մտածել մեզ արդարության մեջ է պահում, սիրելներ։ Վերին բաները մտածողը չի կարող եղբորը քրոջը ցավացնել։ Վերին բաներ մտածողը չի կարող դանակ մտցնել քո սրտի մեջ ու թողել առանց որևէ խղճահարության հեռանալ։ Վերին բաներ մտածողը մենակ մտածում է ոնց Քրիստոսը հայտնվի այս բոլոր բաների մեջ, որովհետև ասում է, որ այնտեղ Քրիստոսն է նստած։ Աստծո աջ կողմը այդ զորությունը երբեք չի կարելի ուրանալ, սիրելներ։ Քրիստոսը երկնային բաների կենտրոնն է։ Ամեն բան դրա ներկայության մեջ է տեղի ունենում։ Իրականում ինչ է մեզ տալիս դա։ Գիտեք, մի հումոր կար, չէ, որ ասում են երկնքում նստած են եւ սուրբերի ժողովը եւ հանկարծ դուռը միանգամից բացվում է եւ ներս է մտնում ինչ որ մեկի հարևանը։ Մտնում է, նորից հետ է գնում։ Նորից էլ դուռը բացում նայում է, մտնում է, նորից էլի հետ է գնում։ Նորից էլի դուռը բացում է, նորից հետ ասում են, «Էս ինչ անում», ասում է, «Հեչ, կլինիկական մահ է տանում»։ Մեռնում սաղանում է, էլի։ Երբեմն մենք հոգևոր կյանքի մեջ կլինիկական մահ ենք տանում։ Գիտեք, չէ՞ ինչ նկատի ունեմ։
Մտնում ենք, դուրս ենք գալի, մտնում ենք, դուրս ենք գալի, ազդվում ենք, ել չենք ազդվում, հանդիմանվում ենք, ել չենք հանդիմանում, սիրում ենք, ել չենք սիրում, մի օր էսա, մի օր ենա, մի օր։ Եկեք ստաբիլությունը հասկանանք, հոգևոր կյանքի ստաբիլությունը։ Դուք երբևիցե տեսել եք Հիսուսին, որ ձեզ չսիրի։ Բարձր ասեք։ Հիսուսը սեր է։ Դուք երբևիցե տեսել եք, որ Հիսուսի համար միևնույն է լինեք, հա ինչ ուզում եք թողել լի կարևոր, ես խաչի վրա գնացել եմ, ամեն ինչ արել եմ, դուք որոշեք։ Անկամ դրա մեջ էլ ինքը գալիս է մեզ համոզումը։ Սուրբ Հոգին ուղարկել է, որ մեր կյանքի մեջ գա, որպեսզի մեզ առաջնորդի դեպի իրեն, որ մենք կարողանանք հասկանանք նրա արած գործի ամբողջական իմաստը։ Գիտեք, մենք շատ ենք ամաչելու, սիրելիներ շատ ենք ամաչելու։ Երբ որ հասնենք տուն, այն ժամանակ կիմանանք ինչի համար, որտեղ կտեսնենք ինչի համար էր Հիսուսը եկել երկիր, ինչից մեզ փրկեց եւ ուր մեզ դրեց, մենք կամաչենք մեր ապրած վերաբերմունքից հանդեպ Հիսուսի։ Եկեք անկեղծ լինենք, եթե մենք փորձենք մեզ գնահատել եւ մեր ուսուցիչը լինենք, մեզ ինչպիսի աշակերտ կորակենք, լավն ենք, վատն ենք, շատ վատն ենք, ինչ ենք, թե շատ լավն ենք։ Վստահ եմ բոլորս մեզ ամենացածր գնահատականին կարժանացնենք։ Վերին բաները մեզ լրիվ ուրիշ բան են տալիս, սիրելիներս։ Վերին բաների վերաբերյալ մտածելակերպը մեզ սովորեցնում է մեզ սահմանել մեր ինքնությունը, ոչ թե այն անձի մեջ, որին մենք տեսնում ենք հայելու մեջ, այլ տեսնենք մեզ փրկչի մեջ, որը նկարագրված է Աստվածաշնչում։ Վերին բաներ մտածողը չափանիշները իր անձը չի։ Վերին բաներ մտածողի սահման է, որ ասում են արշինը ինչ է, չափան չգիտեմ ինչ է, միավոր է, ինչ որ մեթոդ է, միջոց է։ Այն սանդղակը, որով որ դու կարող ես չափել, պետքա Քրիստոսը լինի, եթե դու վերին բան մտածող ես։ Վերին բաները պատկանում են նրան, նրա չափանիշները։ Գիտեք, վերին բաներ մտածողը չի կարող ասի, դու ես ինձի պետք չի, վերին բաները կասի ինքը Քրիստոսի արյան գինն է։ Վերին բաներ մտածողը կասի, որ նրա համար արյուն է թափվել։ Վերին բաներ մտածողը կարող ասել, որ գիտես ինչ ինքը ինձ համար այնքան թանկ է, ինչքան որ Քրիստոսի համար է թանկ։ Եվ եթե աշխարհում ոչ մեկ չներ այդ մեկը լներ մեղավոր, եթե այդ մեկն էլ ես լինեի, վստահ եմ, որ Հիսուսը կամ Աստված չէր կարող անտարբեր լինել իմ նկատմամբ, որովհետև մենք իր պատկերն ենք կրում։ Ամեն։ Այսպիսի մտածողությունը, սիրելիներս, մեզ ավելի զորացնում, ավելի զգաստացնում։ Պողոս առաքյալը մի հետաքրքիր բան է խոսում այստեղ, կենտրոնացնում է վերին բաների վրա, գիտեք, Կողոսացիների 3-րդ գլխի 3-րդ համարը, 3 համարը։ Մեզ մղում է, որպեսզի մենք մեր հայացքը եւ մեր արմատները խրենք, մխրճենք երկնքի մեջ։ Եթե դուք պատկանում եք Քրիստոսին, ապա այս բառի իսկական իմաստով մենք երբեմն շեղում ենք ունենում, եթե պատկանում ենք Քրիստոս, սա պայման է։ Ամեն ինչ որ երկինքը որոշում է ինձ ու քեզ համար, կհասնի մեզ այն ժամանակ, երբ որ մենք մտածում ենք երկնային կերպով։ Երբ որ մենք սպասում ենք, որ ինքը մեզ հայտնվի։ Եվ գիտեք ինչ է ասում, սիրելիներ, 3-րդ գլխի 3-րդ համարը, բոլորս կարող ենք միասին նայել, որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Այսինքն ինձ համար, եթե դու ուզում ես ինձ մանգաս, գնա Աստծո մեջ մանարի։ Վերին բաների արժեք ունեցող անձնավորությունը մեր location-ը ցույց է տալիս, չես մը գնա Աստծո մեջ, որտեվ ես տեղ չկամ։ Մի օր ինձ ասցին, արի ախպերս այդքան կնես, լավ միջավայր կնստենք, կխոսանք, կխմենք, ասենք, կլսենք, ասի գիտես ինչ, ես այդ միջավայրի մարդ չեմ, շնորհակալություն։ Շատ մերսի, որ ուզում ես լավ բան արած լնես, բայց չգիտես ինչքան վատ բան ես ուզում ինձ համար արած լինես։ Ասցի, ես այդտեղ չկամ։ Գիտեք ինչ լավ խոսք է այս։ Ես այդտեղ չկամ, ես դրա մեջ չկամ։ Ես որտեղ կամ Աստծո մեջ Քրիստոսով պահպանված։ Ամեն։ Տեսեք 4-րդ համարը ինչպիսի հրաշալի խոսք է, սիրելիներ, ասում է, որ եկեք նայենք միասին, բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Այսինքն մեկ օր Հիսուսը պետք է հայտնվի։ Եվ առաքյալն ասում է, որ դուք նրա հետ կհայտնվեք, վերին մտածողության մարդկանց համար Հիսուսը երբ որ գա, մենք նրա հետ կմիանանք, բայց նրանք, ովքեր վերինի հետ կապահաղորդակցությունը չունեն, Հիսուսի գալը իրանց ոչինչ չի տալիս։ Եթե մեզ համար Հիսուսի վերադարձը լինում է հավիտենական փրկությունը, հավիտենականության մեջ մտնելը մեկ ընդմիշտ,
ապա որոշների համար Հիսուսի վերադարձը կլինի դատաստան։ Եվ ցավում եմ, որ շատերը միգուցե դա չգնահատելով, չհասկանալով ընկնում են այդ շփոթության եւ այդ փորձությունների մեջ։ Վերին բաների վերաբերյալ մտածելակերպը մեզ սովորեցնում է, որ մենք ամեն բան տեսնենք Հիսուսի մեջ։ Ամեն ինչ որ դու գործում ես, խոսում ես կամ մտածում ես, ինչ որ անում ես, ամեն բան բովանդակի նրան։ 3-րդ գլխի 5-ից 9 համարները, սիրելիներս, մենք մի բան ենք տեսնում այստեղ, որ շատ կարևոր է։ Ուրեմն, ասում է, սպանեք ձեր անդամները, որ երկրի վրա են։ Այսինքն խոսքը անդամներ, այսինքն ձեռով ոտք կտրել, ինչ որ բաներ հեռացնելը չի։ Այն ներքին, այն անձը, այն անձնավորությունը, որը որ ամեն կերպ ուզում է դրսևորվել։ Տեսեք ինչպիսի սպանելու ինչքան գործ ունենք։ Էսա սուրբ սպանությունների մասին է խոսքը։ Մենք կարող ասենք սպանության սուրբը որն է։ Այո, եթե այսպիսի բաներ սպանենք, ուրիշներին չենք սպանում, մեր ներսի ավելորդ բաներն ենք սպանում։ Ինչ է ասում։ Ուրեմն սպանեք ձեր անդամները, որ երկրի վրա են, պոռնկություն, պղծություն, կիրք, չար ցանկություն, ագահություն, որ կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնացել եք, երբ որ կենթանի եք նրանում, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամենը, բարկություն, սրտմտություն, չարություն, հայհոյություն, ամոթալի խոսքերը ձեր բերանից, սուտ մի խոսեք իրար հետ եւ հին մարդը իր գործերով հանեք։ Ահա ինչ նշանակում վերին իմաստության կամ վերին մտածելակերպի մարդ։ Վերին մտածելակերպի մարդը նայում է վերև, ասում է իմ մեջ ինչը ճիշտ չի։ Իսկ ցածի մտածելակերպի մարդը նայում ասում է թե քո մեջ ինչը ճիշտ չի։ Որովհետև մեր հայացքի ուղղությունը նաև փոխում է սլակի ուղղությունը։ Վերին մտածելակերպի մարդիկ, սիրելներ, հագնում են կարեկցանքի, բարության, խոնարհության, հեզության, երկայնամտության հանդերձները։ Սրանք երկնային բաներ են, սրա մասին ասում է 3:12-ը, ուրեմն հագեք ինչպես Աստծո ընտրածներ, սուրբեր եւ սիրելիներ, ողորմասիրտ գթացություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն։ Ուրեմն մեր հանդերձանքն է փոխվում։ Մի ժամանակ ուրիշ մարդ էիր, հիմա ուրիշ մարդ ես։ Մտածում ես վերինի մասին, թե վերևում դա կընդունվի, թե չէ։ Հիշում եք, Տեր Հիսուսը մի հետաքրքիր առակի մասին ասեց։ Ասեց, որ մի մարդ մի մեծահարուստ որոշեց իր տղային հարսանիք անի։ Եվ ասեց, որ գնացեք եւ կանչեք հրավիրվածներին, սրանը բոլորին գնացին, ասեց գնացեք, ասեք թող գան, որ սեղանը պատրաստ է, ամեն բան հրաշալի է։ Եվ գնացին մարդիկ հետ վերադարձան, որոշների համար ինչ ասեց, չուզեցին գալ։ Մեկը ասեց արտ եմ առել, մեկը ասեց կին եմ առել, մեկն ասեց ես եմ առել, ասկեն ամեն ինչ առնելու հետ էր։ Ամեն ինչ առել եմ, ես զբաղված եմ, չեմ կարող ինձ մերժված համար, չեմ կարող գալ։ Տերը ինչ արեց, ասում է, խոսեց, որ այդ խնջույքի տերը, հայրը, ասեց գնացեք եւ բոլորին ումը որ տեսնեք, կաղ կույր, ով էլ որ կա փողոցներից հավաքեք, բերեք իմ տունը լցրեք։ Եվ երբ որ տունը լիքն էր, հանկարծ խնջույքի տերը մանա գալիս եւ տեսնում է մեկին, որ հանդերձ չունի խնջույքի։ Հանկարծ մեկը ուզում է նստի սուրբերի հետ նույն սեղանին, որ այս հանդերձանքը չունի։ Իսկ ո՞րն էր այդ հանդերձանքը։ Թույլ տվեք նորից կարդամ, ուրեմն հագեք ինչպես Աստծո ընտրվածներ, ընտրնել նշանակում է մի քանի շատերը կան, դրանց միջից հատ առ հատ դու ջոկում ես։ Ճիշտ է թե չէ։ Ինչպես դաշտի պոմիդորն եք ջոկում հիմա այս սեզոնին, չէ՞։ Արկղերի միջից։ Կան շատերը, ձեզ պետք չի, ձեզ պետք է ինչ որ դուք տեսնում եք, ուզում եք դա։ Որպես ընտրյալներ, սուրբեր եւ սիրելիներ, ձեր հանդերձանքը մերը նայեք, ողորմասիրտ գթացություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն։ Ինչքան գեղեցիկ է։ Ցածի մտածողները սա չունեն, սա ունեն վերին մտածողության մարդիկ։ Նրանք ովքեր որ սիրում են ճիշտ հագնվել, որ երկնքում իրանց այդ հանդերձանքը ընդունելի է։ Կոպիտ ասած, դրես կոդ է։ Դուք չեք կարող երկինք մտնել, եթե երկնային ստանդարտի հագուստ չունեք։ Ոչ մեկ չի կարող ասել, դե ես ինձ եմ Աստված ինձ ընդունում է, ոնց ուզում ես ընդունում է, երբ որ բերում է քեզ գիտակցության, որ ապաշխարես, բայց այտենց երկինք չի մտցնելու քեզ։ Լսում եք։ Դու կարիք ունես փոխվես։ Այսօր հանդիպեցիր Տիրոջ, այսօր հանդիպեցիր քո մեղավոր բնությանը, այսօր հանդիպեցիր, որ դու սխալ ես, փոխվիր։ Մի արդարացրու, Տերը ինձ սիրում է, Տերը սենց էլ գիտի, լավ ես ասում, բայց քեզ ապահովություն է, որ դու երբեք չփոխվես։ Դրա համար ինչա պետք վերափոխում, որպիսի հանդերձները
մաքուր լինի եւ գլխիդ յուղը չպակասի։ Ամեն։ Վերին մտածողության մարդիկ ապրում են աստվածային խաղաղության գերիշխանության ներքո։ Վերին մտածելակերպի մարդիկ փոխադարձ մեղադրանքների եւ նախատինքների փոխարեն խոսում են երկնային լեզվով։ Կողոսացի 3:13-ը ինչ է ասում մեզ սիրելեր, իրար համբերելով, իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Ահա տեսեք ինչ է այդ երկնային լեզուն, համբերել իրար, սիրել, ներել։ Երկնային հասկացողության մարդիկ ապրում են աստվածային խաղաղության կատարյալ իշխանության ներքո, որը իր գահը դրել է նրանց սրտերում։ 15 համարը այսպես է ասում, նույն Կողոսացիների 3-րդ գլխի. Եվ Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցիք մեկ մարմնով եւ գոհացող եղեք։ Բոլորս կանչված ենք Աստծո մեջ լինելու։ Եվ իմ եւ քո քմահաճությունները կարող են չհամապատասխանել իրար, բայց մեկը կա, որի ճաշակը պիտի գրավի ինձ ու քեզ։ Դա մեր Աստծո ճաշակն է։ Եվ այդ ճաշակը շատ բարձր ճաշակ է։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, նաև վերջի 2 համարներն եմ կարդում, եւ ասում են նրանք գիտեն խոսքը եւ կիրառում են դա իմաստությամբ եւ հաղորդակցվում են իրար հետ, երկրպագում են ներդաշնակորեն երախտագիտությամբ եւ շնորհքով։ Կողոսացիների 3:16-17 համարներն եմ կարդում։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես ամեն իմաստությունով։ Իրար սովորեցրեք, խրատեք, սաղմոսներով եւ օրհնություններով, հոգեվոր երգերով եւ շնորհքով օրհնեցեք Տիրոջը ձեր սրտերում եւ ամեն ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուս Քրիստոսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ Որքան գեղեցիկ է երկնային մտածողությունը։ Իրար հետ երկրպագել, իրար հետ աղոթք անել, իրար ձեռք բռնել, իրար կողքը լինել, որ ասում են ձեռ բռնել, գիտեք, երբեմն ձեռ բռնելը դարել է մենակ թաղման ժամանակ, բայց չտանք մի հատ ձեռ բռնենք։ Այն որ սաղ էր, ձեռը բռնիր։ Այն ժամանակ որ կողքդ էր, առիթը ունեիր, սիրտդ բացեիր, ջանուղուրբան ասեիր, այն ժամանակ որ հնարավորությունը ունեիր սեր խոստովանել, ինչի չարիր։ Իրան չկարացիր անես, հիմա ստիպված իր բարեկամների ձեռն ես ուզում բռնես։ Եվ տեսնում ենք, որ երկնային լեզուն, երկնային հասկացողությունը մեզ բերում է իրար հետ ապրելու, որ մենք մեկս մյուսի կարողանանք շնորհք փոխանցենք եւ այդպես Աստծո օրհնությունները վայելենք։ Ամեն։ Եկեք սկսենք մեր օրը երկնքի մեջ։ Առավոտ երբ որ արթնանում ես, ինչպիսին է քո վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Երբ որ արթնանում ես, ում ես առաջինը աչքերդ դարձնում։ Հեռախոսին։ Չէ, որոշները ոչ։ Գիտեք ինչի, որտեղ քնելուց առաջ հեռախոսը մոռացել են ուրիշ տեղ։ Այն որ մեզ ավելի հետաքրքիր է, դրա հետևից են գնում առաջինը։ Երբ որ աչքերդ բացում ես, այսօր Սամվել եղբայրս գեղեցիկ ասեց, օրվա համար շնորհակալ ենք։ Աչքերդ բացում ես, Տեր, շնորհակալ եմ։ Չգիտեմ, ստե որ բացեի լավ էր, թե որ այնտեղ կոմոդ բացեմ ավելի լավ էր, բայց որ ստեղ առիթ ես տվել բացել եմ, ուրեմն գործ ունես իմ հետ անելու։ Ուրեմն մի բան կա, որ դու չես վերջացրել, դու էլ շարունակում ես։ Ուրեմն ես ուզում եմ լինել քո ծրագրի կարևոր մասը։ Այն բանալի, այն գործիքը, որով որ դու քո փառքը ցույց կտաս։ Հեճաղոթել եք, որ Աստված առավոտը հելնեք, ասեք Տեր, այսօր իմ առջև 3 հոգի բեր, որոնց հնարավոր լինի վկայեմ քո խոսքը։ Ես այդպիսի տարիներ ունեցել եմ, ամենայն անկեղծությամբ ունեցել եմ։ Եվ դա հիանալի էր։ Եվ ես երիտասարդների մեջ մենք որոշում ենք արել, որ ամեն օր, երբ որ դու արտանում ես, մտքիդ մեջ դիր, այսօր ես պիտի մարդու ինչ որ մեկին վկայեմ։ Առավոտ աչքներս բացում, ասում ենք Տեր, ով է այդ մարդը, որ այսօր իմ առաջ է գալու։ Եվ գիտեք զարմանալին որն էր, որ մոտավորապես 2 ամսվա չլրացած ընթացքում մոտավորապես 1700 հոգի մարդ փողոցներում կանգնած, մենք ավետարանչություն ենք անում փողոցներում։ Այս թիվը ես ինքս չեմ որոշել ասեմ, այս թիվը ասում է հենց իմ կողքը մեր այդ եկեղեցու հովիվը, որին ես որպես օգնական էի ծառայում երիտասարդների համար։ 1700 մարդ ապաշխարեցին։ Դա հիանալի էր, դա բացառիկ բան էր։ Հեճաղոթել եք օրը սկսեք երկնքով։ Եթե ոչ, ուրեմն ժամանակն է սիրելներ։ Գիտեք, երկինքը միշտ փառքի վայր է եւ միշտ էլ կլինի։ Երկնքում միշտ անպակաս Աստծո փառքը։ Երբ որ Աստված ամեն ինչ որ
նոր ինքը ստեղծել է, երբ որ արարել է, երբ որ ինքը մեզ բոլորիս կանչի տուն, այս երկրի հառաչանքները կդադարեն։ Եվ մարդկային հասարակությունը կատարյալ ներդաշնակության մեջ կլինի երրորդության հետ, հոր հետ, որդու հետ և Սուրբ Հոգու հետ։ Ամեն։ Այնուամենայնիվ, սիրելիներս, այդ ամբողջ փառքի կենտրոնը, որի անունը կլինի մեր ճակատներին, որի փայլը կլուսավորի աշխարհը, կլինի Աստված ինքը Քրիստոսի մեջ։ Ամեն։ Եվ այդպես ասում 3-4 համար ասում էր, երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ էլ դուք այնպես կհայտնվեք նրա հետ փառքով։ Կենտրոնացեք երկնքի վրա։ Ամեն բան ինչ որ անում եք, տեսեք որտեղից է գալի։ Գիտեք, մարդիկ կան, որ խոսում են, զգում ես ոնց է սատանան խոսում։ Դժոխքը ոնց է խոսում։ Ես ունեցել եմ այդպիսի փորձառություններ, ավետարանչության ժամանակ եկել է մեկը կողքը սկսել է մռնչալ, փնչացնել։ Ես մի տեսա, զգում եմ, որ էսի դժոխքն է։ Բայց արջևս մարդիկ են, որոնք որ ապաշխարում են։ Ես այնտեղ տեսնում եմ երկինքն է խոսում, մարդիկ լցվում են Սուրբ Հոգով։ Այստեղ տեսնում եմ սատանան ոնց է մռնչում։ Ինձ համար հետաքրքիր չի, թե ինչ մշակույթ ունի դժոխքը։ Ինձ համար կարևոր է ինչպիսին է երկինքը։ Որովհետև Աստծո խոսքի համաձայն ասում է, մտածեք վերին բաները։ Վերին բաները մտածեք։ Վերին բաներ մտածել նշանակում է մտածել այսպես, այս սրանով։ Երբ որ դու մի բան ուզում ես անես, մի հատ տես այդ քո արածը Աստված օքեյ տալիս է, թե չի տալի։ Մանավանդ շատ եմ ասել այս բանը։ Մի քանի հոգի հավաքում են իրար հետ անկեղծ զրույցի։ Հիմի տենց է Բամբասանկյանը փոխել են։ Սիրտս բացել եմ, բա մեկը չլինի սիրտս բացեմ։ Կամ էլ բա չխոսամ, որ հովանամ։ Ես չեմ հասկանում, այդ խոսելը կոնդիցիոները։ Այդ ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Խոսեմ, հովանամ։ Խնդրում եմ, եթե մեկը կա, որ խոսում է, ես կարամ հովանամ, թող գան մեր տուն։ Մեր էսին չի հասցնում։ Հասկանում եք, որ անունները փոխված է, բայց գործողությունների հեղինակը մնում են նույնը։ Մարդիկ կան, որոնք որ իրանց ապրումները բացում են երկինքի առաջ, մարդիկ կան, որ իրանց ապրումները բացում են դժոխքի առաջ։ Սիրելիներ, եկեք նայենք երկնքին։ Դա այնտեղն է, որտեղ մենք հավիտյան պիտի ապրենք։ Երբ որ ասում եմ երկինք, չեմ խոսում կապուտ ամպեր եւ հրեշտակներ։ Խոսում եմ Աստծո մեր սիրելի Հոր ներկայությունը։ Երկինքը ինքն է։ Ինքն է երկինքը։ Աստված է երկինքը։ Եթե Աստված երկնքում չլինի, դա երկինք չի կարող լինել։ Եթե Աստված միտեղ բացակայեց միտեղից, այդտեղ չի կարող կյանք լինել, չի կարող ապագա լինել, չի կարող վայելք լինել։ Ուրեմն, եթե ուզում ենք իմանանք ինչպիսին ենք մեր վերաբերմունքը երկնքի հետ, եկեք նայենք ինչպիսին է մեր վերաբերմունքը իր խոսքի հետ։ Այս երկինքը հենց այդ է։ Հենց սա այն է, ինչի համար որ Աստված ինձ ու քեզ որոշել է, որտեղ նրա խոսքերը, Տեր Հիսուսն ասեց, իմ խոսքերը հոգի ու կյանք են։ Ով որ պահեց խոսքը, նրանով կապրի։ Հիշում եք սրանից ժամանակներ առաջ խոսեցի սրա մասին։ Խոսքը պահողին, խոսքը կպահի։ Դու պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քեզ կպահեմ քո նեղության ժամանակ այն չարիքի համար, որ գալիս է աշխարհի վրա։ Աստված մեզ կարող է պահի։ Ամեն ինչ որ մտածեք, ինչ որ որոշեք, ինչ որ խոսեք, ինչ որ գործեք, տեսեք Աստված ներկա է ձեր գործերի մեջ թե ոչ։ Եթե մեկի տուն ուզում եք քանդեք, եթե այդ տունը Աստծո հետ չեք ուզում քանդեք, խոսքս չի վերաբերում մարդու կյանքը փչացնելուն, բաներ, որոնք որ պետք է քանդվի իր կյանքի մեջ, եթե Աստված չի մասնակցում քո կյանքին, քո գործունեության հետ, մի արա այդ բանը։ Ուրեմն փորձենք իրար համար օրհնություն լինենք։ Ամեն։ Միաբանությամբ, սրբությամբ հետևենք Տիրոջը եւ նրա խոսքին, եւ թող Տերը իր հրաշալի ներկայությամբ օրհնի մեզ։ Ամեն։ Եվ նորից հարցումս ձեզ բոլորիդ։ Պատրաստ եք, որ ձեր առօրյան սկսեք երկնքով։ Նա է ուժ տալի, նա է հրաման տվել, որ մեր աչքերը բացվում է։ Նա է հրաման տալիս, որ մեր շուրթերը սկսում են խոսել։ Նա է հրաման տալի, որ մեր մկանները սկսում են աշխատել, ամեն բան ինքն է տալիս։ Որտեվ մեկ օր նա փչեց իր շունչը մեր մեջ եւ մենք կենթանացանք։ Եթե նա իր շնչով մեզ չարտնացներ, մենք այտենց հողի կտոր կմնայինք գետնի վրա։ Բայց նրան, ով մեզ շունչ է տալիս նորից արթնանալու,
նորից կյանք ապրելու, նորից առիթ ունենալու, օրհնելու եւ օրհնվելու, եկեք ամեն բան սկսենք նրանով, որտեվ նա մեր ալֆան է եւ նա մեր օմեգան է, նա մեր սկիզբն է, գիտեք, ալֆա նշանակում է սկիզբ, բայց միևնույն ժամանակ նշանակում է պատճառ, նա է պատճառը, որ այսօր ես ու դու կանք, նա է պատճառը, եւ օմեգան, սա ոչ միայն նշանակում է վերջին տառ կամ վերջին հնչյուն, սա նշանակում է կատարյալ լինել, ամբողջանալ, երբ որ Հիսուսն ասեց կատարվեցավ, սա օմեգան է։ Ուրեմն նա մեր սկիզբն է եւ նա մեր վերջն է։ Ուրեմն ամեն բան բովանդակում է նրանով, սիրելիներս։ Սկսենք մեր օրը Հիսուսի հետ։ Պահենք մեր մտքերը կենտրոնացած Հիսուսի վրա։ Վերադարձնենք Հիսուսին օրվա ընթացքում ամեն բան, ինչ որ մեր ներսով անցնում է, որովհետև մեր միտքը կենտրոնանում է վերին բաների վրա, եւ սա նշանակում է ըստ էության ամեն ինչի մեջ մտածել Հիսուսի մասին։ Մի պահ խոնարհենք մեր գլուխները։ Եթե մի հատ երեխայի հանձնարարություն ես տալի մի բան անելու, երբ որ ինքը գնում է այդ գործողությունը անում է, անպայման դառնում նայում է պապայի դեմքին, քո կամ մամայի դեմքին, նայում է քո երեսին, տեսնի դու գոհ ես այդ արած գործից, թե չէ։ Եկեք նայենք մեր քայլերը, սիրելիներ, այսօր պետք չի մտածել, որ եսի միշտ թշնամիներ գան մեզ սպանելու, երբեմն մի հատ սխալ վերաբերմունքը, մի հատ սխալ դիրքորոշումը, մի հատ սխալ խոսքը, միտքը, վերաբերմունքը կարող է մեզ սպանել։ Մենք հնձում ենք այն, ինչ որ ցանել ենք, եւ եկեք ցանենք լավը, որպեսզի հնձենք լավը։ Սիրելի երկնային Տեր, մենք շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալություն քեզ, Տեր, որ մեր մտքերը դարձնում ես վերին բաների վրա խորհելու, մտածելու այն բոլոր հոգևոր ճշմարտությունների մասին, որոնցով կարող է զարդարվել երկինքը։ Տեր, քո երկինքը մեզ համար երկինք է, որովհետև դու կաս։ Եվ գիտենք, որ դու անգամ քո այդ կատարյալ ամբողջական երկինքը բավարար չտեսար, որովհետև մենք հեռու ենք քեզանից, Տեր, որովհետև մենք ներկա չէինք քո երկնքում։ Դրա համար դու որոշեցիր երկինքը ամբողջական անել եւ մեզ ունենալ քո արքայության մեջ։ Հայր Աստված, աղոթում եմ, որ մեր բոլորի, իմ սիրելի եղբայրների, քույրերի, բոլորիս մեր սրտերն ու մտքերը ուղղվեն դեպի երկինք, նայեն դեպի քեզ, զգան քո ներկայությունը, քո դեմքի ժպիտին սպասենք, Տեր, քո հաստատությանը նայենք, ով Տեր, նայենք քո պատասխանին, որովհետև գիտենք մի օր, երբ որ հայտնվենք այդտեղ, դու մեզ համար այդ խոսքը պիտի հնչեցնես, Տեր, ապրես բարի եւ հավատարիմ ծառա, սա կլինի մեր պարգևատրումը առաջին, որով մենք կմտնենք այդ մեծ շքասրահը, որտեղ կարող ենք ընդունել քո հայրական, քո այդ տված ժառանգության ամբողջականությունը։ Շնորհակալություն քեզ։ Քո պաշտպանությունը թող լինի մեզ վրա։ Օգնիր ամեն բան անել քեզանով, հաճեցնել քեզ, որ երբ որ նայես մեզ, ոչ թե տրտմես, այլ ուրախանաս, Տեր, ոչ թե հիասթափություն ապրես, այլ լցվես այդ հրաշալի բերկրանքով, որ ինչ որ ցանեցիր, մեր մեջ պտղաբերեց դա։ Շնորհակալ եմ քեզ։ Թող օրհնյալ լինի քո անունը մեր մեջ։ Դուր մտածել երկնքի մասին, դուր ամբողջանալ, կենտրոնանալ երկնքի վրա, Տեր։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Հալելույա։ Փառք քեզ, Տեր։ Դու պետք ես ինձ ավելի քան դա երեք է։ Տիրոջ հասա ինձ հետ։ Դու պետք ես ինձ ավելի քան դա գիտեմ։ Դու պետք ես ինձ ավելի քան դա երեք է։ Դու պետք ես ինձ ավելի քան ես գիտեմ։ Երբ անցար իմ կողքով և ասացիր ինձ ապրին, ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այդ պահից հասկացավ, Տեր, որ դու պետք ես ինձ։ Երբ անցար իմ կողքով, Երբ անցար իմ
կողքով Եմ ասացիր ինձ ապրիր Ես սիրում եմ քեզ դու թանկագին ես ինձ Այդ պահից հասկացա ով Տեր Որ դու պետք ես ինձ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ միասին ասենք Դու պետք ես ինձ Հիսուս Դու պետք ես ինձ Հիսուս Դու պետք ես ինձ Բառերն անկարող են ասել Դու պետք ես ինձ Հիսուս Ավելի քան կարող եմ հասկանալ Նորից ասա Տիրոջը դու պետք ես ինձ Բառերն անկարող են ասել թե որքան Հիսուս Դու պետք ես ինձ Ավելի քան կարող եմ Երբ անցար իմ կողքով Երբ անցար իմ կողքով Եվ ասացի ինձ ապրիր Ես սիրում եմ քեզ դու թանկագին ես ինձ Այդ պահից հասկացա ով էր Որ դու պետք ես ինձ Երբ անցար իմ կողքով Այո Տեր Ես սիրում եմ քեզ դու թանկագին ես ինձ Այդ պահից հասկացա ով էր Որ դու պետք ես ինձ Դու պետք ես ինձ Դու պետք ես Ավելի քան դա երեք էր Ավելի քան դա երեք Դու պետք ես ինձ Դու պետք ես Ավելի քան ես գիտեմ Ավելի քան ես գիտեմ Քո շնորհք ապրեցնող Քո շնորհք ապրեցնող Քո զորությունները մեզ պետք է Ավելի քան դա երեք էր Շնորհակալ եմ Պետք ես ինձ Ավելի քան ես գիտեմ Քո շնորհք ապրեցնող Քո շնորհք ապրեցնող Պետք է ինձ Քո սերը կյանք տվող Պետք է ինձ Դու պետք ես ինձ այսօր ավելի Քան երբևէ Քո շնորհքը ապրեցնող Քո շնորհքը ապրեցնող Պետք է ինձ Քո սերը կյանք տվող Պետք է ինձ Պետք ես ինձ այսօր ավելի Քան երբևէ Դու պետք ես ինձ Հիսուս Կարող են ասել թե որքան դու պետք ես ինձ Հիսուս Ավելի քան կարող եմ երբևէ դու պետք ես ինձ Բառերն անկարող են ասել Միայն դու Հիսուս Ավելի քան կարող եմ երբևէ հասկանալ Երբ անցար իմ կողքով և ասացի ինձ ապրիր Ես սիրում եմ քեզ թանկագին ես Այդ պահից հասկացա ով Տեր Որ դու պետք ես ինձ Երբ անցար իմ կողքով և ասացի ինձ ապրիր Ես սիրում եմ քեզ դու թանկագին ես ինձ Այդ պահից հասկացա ով Տեր Որ դու պետք ես ինձ Այդ պահից հասկացա ով Տեր Որ դու պետք ես ինձ Այդ պահից հասկացա ով Տեր Որ դու պետք ես Մենք շնորհակալ ենք քեզ Մենք երկրպագում ենք քեզ Փառք ենք տալիս քեզ որ երկինքը սպասում է մեզ Տեր Եվ մենք ճանաչված ենք երկնքում որովհետև դու մեր մասին խոսում ես այնտեղ Երբ գան հրեշտակները մեզ կճանաչեն անունով Նրանք մեզ դեմքով կիմանան, որովհետև մեր մասին դու չես լռում երկնքում։ Դու թե բարեխոսում ես, եւ թե մեզ նկարագրում ու ներկայացնում ես։ Եվ մենք փառք ենք տալի քեզ այդ երկնքի համար, որ մի օր պիտի վերադառնանք եւ հավիտյան քեզ հետ լինենք, եւ այլևս ոչինչ չի կարող մեզ բաժանել քեզանից։ Ոչ մահը, ոչ տառապանք, ոչ սուգ, ոչ գալու բաները, ոչ անցյալները, ոչինչ չեն կարող, որովհետև մենք կլինենք այնտեղ մեկացած քեզ հետ եւ մենք ամբողջ փառաբանությունը կտանք քեզ, մեր սիրելի Հայր, մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հիասքանչ անունով։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Այսուհետ երկինքի բաները մտածենք եւ նրանով ապրենք։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հիասքանչ հաղորդակցությունը բոլորիս հետ լինի։ Գնանք խաղաղությամբ, Աստված մեզ հետ։ Ամեն։ Ամեն։
ձեռքերիդ մեջ է ամբողջը